Հիսուս Քրիստոսի մահը, որն որ կատարվեցավ մեզ բոլորիս համար, ես նորից եմ ուզում մտածելու բան տալ ամեն մեկից, քանի որ մենք շատ անգամ երբ որ ինչ-որ մի բանի մասին խոսում ենք, ընդհանրացնում ենք։ Մենք հիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը, որն որ ժամանակին մարդկության համար մեռավ, մարդկության համար, բայց այս երգը ինչ որ մենք քիչ առաջ լսեցինք, այստեղ գրված է մեզ համար։ Այսինքն մարդկության համար ինքը մեռել է, ճիշտ է, բայց երբ որ ես ասում եմ ինձ համար է մեռել, ես չեմ ընդհանրացնում նրա արած գործողությունը, այլ կոնկրետացնում եմ իմ անձի համար, որ մենք բոլորս լավ գիտենք, որ այս մահը, որն որ կատարվեցավ 2000 տարի առաջ, սա չկատարվեցավ ինչպես ընդհանուր մահերն էր կատարվում, թեկուզ պատիժները, որն որ այն ժամանակ էր լինում, այսօր էլ է լինում, երբ որ մարդիկ պատժում են իրանց արած սխալ գործողությունների համար։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը փոխարինական, заместительный ռուսերեն ասում են, մահ էր, որն որ ինքը անառատ լինելով, ինքը սուրբ լինելով, եկավ այս ֆիզիկական աշխարհում, ֆիզիկական մարմնի մեջ ծնվեց, ապրեց ինչ որ ժամանակ ու հետո էլ այն ժամանակվա ամենախայտարակ մահով մեռավ, որպեսզի ինձ եւ ձեզ հավիտենական կյանք բարգեւի։ Հնարավորություն տա հավիտենական կյանքի եւ մենք հենց այդ մահն ենք այսօր հիշում։ Ես ուզում եմ հիշեցնել այն կարևոր տեղը, որն որ Աստծո խոսքի մեջ գրված է առաջի Կորինթացոս 13-րդ գլխի 26 համարում։ Первое Коринфянам 11 глава 26 стих։ Որտեղ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Չնայած որ Տերը խաչի վրա մեռավ, նա մեռելների մեջ չմնաց։ Դուք լավ գիտեք այդ բանի մասին, որովհետև եթե Տերը խաչի վրա մեռնելով մեռելների մեջ մնար, փրկությունը լիովին չէր եղնի, ճիշտ է, խաչի վրա ինքը ասեց կատարվեցավ այն ինչեր որ Աստված ծրագրել էր։ Բայց պետք էր անպայման մի շատ կարևոր գործողություն, որն որ մեզ հնարավորություն տար, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ այդ փրկության գործողությունը արդեն կատարված վերջացած է։ Ուրեմն մենք կարդում ենք առաջի Կորինթացոս 15-րդ գլխի 3-4 համարները։ Անդրում եմ ուշադիր լսեցեք, 1 Коринфянам 15 глава 3-4 стихи։ Որտեղ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ կրկերի համեմատ, եւ թե թաղվեցավ, եւ թե երրորդ օրը հարություն արավ կրկերի համեմատ, եւ թե ու հետո շարունակությունը արդեն Տերը բացատրում է թե ում ինչպես նա հայտնվեց։ Կրկերի համեմատ, ինչ որ Աստված ասեց, կատարվեցավ։ Ու մենք բոլորս լավ գիտենք, որովհետեւ մենք համոզված գիտենք, որ հաղթանակը կատարվեց, երբ որ Տերը հարություն արավ։ Երբ որ Տերը վերջի թշնամին, որն որ մահ է կոչվում, նրան հաղթելով մեզ հաղթված թշնամի տվեց։ Այն մահ ու այն սատանան, որն որ այսօր իր վախը տարածում է ամբողջ մարդկանց մեջ, հոգևոր մարդկանց համար արդեն վախ չի համարվում։ Ինչի համար, որովհետև մենք կարդում ենք Պետրոս Սարաքյալի քարոզը, երբ որ ինքը արդեն Սուրբ Հոգով լցված Պենտեկոստեի օրը մի մեծ քարոզ տվեց, որ շատ մարդկանց համար մտածելու բան էր, թե այն ժամանակա մարդկանց համար, թե այսօրվա մեզ բոլորիս համար։ Նայեք ինչ է ասում Աստված Գործ Առաքելոց 2-րդ գլխի 23-24 համարներում։ Деяния апостолов 2 глава 23-24 стихи։ Նրան, որ Աստված սահմանված խորհրդով եւ կանխագիտությունով մատնված էր, արագ անօրենների ձեռքով փայտի վրա բևեռած սպանեցիք, որին Աստված հարություն տվավ մահի ցավերը լուծելով, որովհետեւ կարելի չէր որ նա բռնվի նրանից, այսինքն մահվանից, չէր կարող մահվանից բռնվել։ Գիտեք, սա ոչ միայն Քրիստոսի մասին է խոսքը, այլ մեզ բոլորիս համար է, որովհետև երբ որ մենք լսում ենք այս խոսքը, Պետրոս Սարաքյալի քարոզը, որ ինքը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսին հնարավոր չէր բռնել մահի մեջը, մահը դրա ուժը չուներ, մեզ հնարավորություն է տալու մխիթարություն, որ երբ որ մենք Հիսուսի մեջ ժամանակին ննջենք, Հիսուսի մեջ եւ ոչ թե ընդհանրապես ոնց որ մարդիկ են ննջում, այլ Հիսուսի մեջ ննջենք, մեզ էլ ինչպես Հիսուսին մահը չի կարողանա բռնել։ Ժամանակ կգա, որ երբ որ փողի ձայնը կլսենք, մենք բոլորս հարություն կառնենք, եթե միջև այդ կենթանի չլինենք։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ
վերջի վերջո, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ, նա կարծես թե պետք է տրամաբանորեն մտածենք, որ ամեն ինչ արդեն կատարել վերջացրել է, մեզ համար մեռավ, մեր տեղը, մեր մեղքերը խաչապատի վրա գամեց, հետո հարություն առավ հաղթելով վերջի թշնամուն ու ինքը պետք է որ վերցնել ու գնար իր տեղը, որտեղից որ ինքը եկել էր, ասելով որ ես ամեն ինչ կատարել եմ։ Հիմի ժողովուրդ ոնց ուզում եք գնացեք։ Գիրքն էլ տվեցի, մենք ունենք արդեն լիարժեք կատարյալ Աստծո խոսքը, հիմի գնացեք ոնց որ պետք է, բայց Տերը Տեր չէր եղնի, եթե այդպես ինքը դուք գիտեք որ երբ որ հարություն առավ, միանգամից չգնաց երկինք, այլ 40 օր այստեղ էր գտնվում ու նրա նպատակը հետևյալն էր։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Նախ առաջինը ինքը ապացուցեց, որ ինքը իրական հարություն է արել։ Հայտնվելով աշակերտներին մոտավորապես 10 անգամ, ինչպես շատ աստվածաբաններ հաշվել են, 10 անգամ հայտնվելով աշակերտներին, կանանց, որոնք որ հավատացին նրան։ Ցույց տալով որ իրականում ինքը հարություն արել։ Երկրորդ կարևոր նշանակությունը նրա 40 օր այստեղ լինելը, որպեսզի այն աշակերտներին, որոնք որ ինքը պետք է թողնար այստեղ, որպես մենակ առանց իր ներկայության, դուք գիտեք, միևնույն է, Սուրբ Հոգին պետք է գա, բայց քանի որ Սուրբ Հոգին անտեսանելի է, աշակերտները ֆիզիկապես իրանք պետք է մենակ լինեին եւ ինչպես ժամանակին իրանք սովոր էին Հիսուսի հետևից գնալու, տեսնելով ֆիզիկական աչքերով Հիսուսին, այն ժամանակ պետք է նրանք գնային առանց Հիսուսի ներկայությանը, ֆիզիկական ներկայությանը։ Եվ նրանց դաստիարակելով, բացատրելով, նրանց 40 օր հասկացնում էր Աստծո արքայության մասին։ Գործ առաքելոց առաջի գլխի 3-րդ համարում, այսպես է գրված. Դիանի ապոստոլով 1 глава 3 стих. Որոնց էլ իր չարչարանքից հետո իրան կենթանի կանգնեցրեց, այս ապացույցն է, որ հարություն է արել, շատ ապացույցներով 40 օրվա միջոցով երևելով նրանց եւ Աստծո արքայության համար խոսելով։ Նայեք ինչքան հոգատարություն Տիրոջ կողմից, որ ինքը վերջի վերջո ամեն ինչ արեց, որպեսզի այն ճշմարտությունը, որն որ ինքը թողեց այս երկրագնդի վրա, այն մարդիկ, որոնք որ վերցրեցին այդ ճշմարտությունը, կարողանան փոխանցեն աշխարհով մեկ, կարողանան փոխանցել մարդկանց ու փառք Աստծո, որ այդ փոխանցումը եղավ եւ մինչեւ առայսօր այդ ճշմարտությունը գործում է եւ մենք այսօր շատերս այստեղ գտնողներս այդ ճշմարտության պատողներն ենք, որն որ ժամանակին Տերը հաստատեց, տվեց իրանց աշակերտներին ու ասեց. գնացեք ու ամբողջ աշխարհը ավետարան քարոզեցեք։ Նայեք ամեն ինչ արեց Տերը, ոնց որ էլ բան չկար ու ինքը վերջի վերջով պետք է վերանար երկինք։ Այդպես էր ծրագրած Աստծո կողմից ու մենք գիտենք որ 40 օր հետո, երբ որ ամեն ինչ արվեցավ, երբ որ ապացուցվեցավ իր հարությունը, հետո աշակերտներից հաստատեց ճշմարտության մեջ, ինքը վերացավ երկինք։ Այսպես է գրված Ղուկասի ավետարանում 24-րդ գլխի 46-ից 53 համարներում։ Լուկա 24 глава 46 по 53 стихи. Ընտրում եմ ուշադիր լսեցեք։ Եվ նրանց ասեց, թե այսպես է գրված, եւ այսպես պետք է Քրիստոսը չարչարվի, եւ երրորդ օրը մեռելների միջից է հարություն առնել, եւ նրա անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն քարոզվի բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Եվ դուք այս բաների համար վկաներ եք, եւ ահա ես իմ հոր խոստմունքին կուղարկեմ ձեզ վրա, որ դուք էլ նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն հագնիք։ Եվ նրանց հանեց մինչև Բեթանիա, եւ իր ձեռքերը բարձրացրեց, օրհնեց նրանց, եւ եղավ, որ նա նրանց օրհնելիս ջոգվեցավ նրանցից եւ վերանում էր երկինքը։ Եվ նրանք երկապակեցին նրան եւ մեծ ուրախությունով ետ դառան Երուսաղեմ, եւ ամեն ժամանակ տաճարում էին, գովում եւ օրհնում էին Աստծուն։ Շատ կարևոր գաղափար, որն մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքում եղավ ու այսօր մենք հենց դրա համար ենք հիշելու այդ կարևոր իրադարձությունը, որն մենք կատարվել է 2000 տարի առաջ։ Ու եթե մենք տրամաբանորեն, մարդկային տրամաբանորեն մտածենք, ժողովուրդ, երբ որ մարդը աշխատում է ու հոգնում է, ինչ է անում մարդը,
հանգստանում է, չէ՞։ Մենք բոլորս էլ օրվա ընթացքում աշխատելով, մեր օրվա ծանրությունը կրելով, հետո իրիկունը գալիս ենք տուն, ինչ աշխատանք է կատարում, նստում ենք տոնը մի քիչ հանգստանում ենք, ֆիզիկապես հաղորդակցում ենք մեր ընտանիքի անդամների հետ, հետո էլ քնում ենք, որպեսզի երկրորդ օրվա համար ուժեր ունենանք, կարողանանք երկրորդ օրվա ծանրությունն էլ քաշել։ Ու կարծես թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը այնպես դասավորվեց, որ ինքը իրականում ամեն ինչ անելով պետք է երկինք գնալ, որպեսզի այնտեղ հանգստանալ։ Դուք գիտեք, հենց սկզբից, երբ որ ինքը ծնվեց, արդեն ծնունդից սկսած իր կյանքի մեջ խնդիրներ կար։ Խնդիրներ կար, երբ որ ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ամենակարող Աստված, ամբողջ տիեզերքի ստեղծողը, երկրագնդի մեջ է, մի քաղաքի մեջ է, որտեղ որ ինքը գտնվում էր, տեղ չգտավ, որպեսզի ծնվեր, անասունների փառախում ծնվեց։ Հետո անցկացրեց իր մանկությունը, երիտասարդությունը այն դժվար տեղերում, որտեղ հյուսնի ընտանիքի անդամ լինելով է։ Որտեղ այն ժամանակ փեշակավորներ, այսպես ասած, վարպետները, որոնք որ ապրում են, նրանք հարուստներ չէին, նրանք միջև անգամ միջին խավի մարդիկ էլ չէին։ Ցածր խավի մարդիկ էին, որոնք որ իրենց ամենօրյա հացիպող իրենց տանջանքով էին կատարում, ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ ընտանիքի մեջ ոչ միայն ապրում էր, այլ իր ընտանիքի անդամների հետ աշխատում էր ու իր օրվա ծանրությունը քաշելով իր ամեն օրվա հացը վաստակում էր։ Անցավ ժամանակ, երբ որ Տերը արդեն որոշեց, Աստված որոշեց, որ ինքը պետք է ծառայության մեջ մտնի։ Ու մենք կարդում ենք 4 ավետարանիչների ներկայացված նրա կյանքը, որ ինչպես էր այդ 3.5 տարվա ընթացքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը։ Հալածանքներ, անարգանքներ, վերջի վերջո չլսելը, չընդունելը, ամեն ձևով ձգտելը նրան սպանել ու վերջի վերջո հասնել նպատակին։ Ամենախայտարակ մահով մեռնելով նա կատարեց Աստծո ծրագիրը։ Ու վերջի վերջով, երբ որ արդեն մենք քիչ առաջ էլ ասեցինք 40 օր այստեղ գտնվելով հարությունից հետո, պետք է որ մտածեինք, որ Տերը գնաց վերև, որպեսզի հանգստանա իր առատ աշխատանքի համար։ Բայց մենք լավ գիտենք, որ Տիրոջ ծրագրի մեջ դա չկար, հանգստություն չկա։ Ինքը մինչև առայսօր քրտնաջան աշխատում է մեր փրկությունը իրականացնելու համար, ոչ թե մեզ փրկելու համար։ Մեզ արդեն ինքը փրկել է շատերիս, որ այդ փրկությունը իրականանա, որ մինչև վերջ մենք ունենանք այդ բանը։ Եվ նրա գլխավոր նպատակն է, որպեսզի ինքը այսօր երկնքում գիտենալով թե ով ենք մենք եւ ինչ վիճակի մեջ ենք գտնվում, չնայած որ հավատացյալ ենք, ինքը հոր Աստծո աչքով մեզ համար բարեխոս տարավ։ Բարեխոս, որն մեզ հնարավորություն է տալի, որպեսզի Աստծո պատժից խուսափենք։ Հռոմեացու 8-րդ գլուխ։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք 33-34 համարները։ Ես ինչ որ կարդում եմ, համոզված եմ, որ բոլորս էլ լավ գիտենք, բայց մենք վերահիշելով այս բանը, մենք նորից եւ նորից փառք ենք տալի Աստծուն, որ Աստված այսքան ջանասեր, մեր հանդեպ ջանասեր Աստված է, որն այդքան ծանրություն քաշելուց հետո չասեց գնամ հանգստանամ, այլ շարունակում է մեզ համար հոգ ստանել ու ամեն ինչ անել, որպեսզի մենք ուրախությունը չկորցնենք։ Римлянам 8 глава 33-34 стихи. Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է, ով է որ դատապարտ է, Քրիստոսը որ մեռավ եւ ավելի որ հարություն էլ առավ եւ Աստծո աչքովն է որ մեզ համար բարեխոսել է։ Հետաքրքիր է, գիտեք, շատ կարևոր է որ մենք մտածենք այս բանի մասին, որովհետեւ մենք ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, այս ֆիզիկական մարմնում եւ բոլորս էլ լավ գիտենք։ Եթե ինչ որ մեկը մեկի մասին չգիտե, մենք բոլորս լավ գիտենք, թե մենք ինչ ենք մեզանից ներկայացնում։ Ճիշտ է, ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ պատերազմում է մեղքի դեմ։ Ու դրա ոչ մի կասկած պետք է չլինի, եթե մարդը իրականում ճշմարտության մեջ։ Բայց ցավոք սրտին մեր մարմինը շատ անգամ այնքան ուժեղ է գտնվում, որ մեզ շեղում է, գցում է մեղքի մեջը ու մենք ինչպես Աստծո խոսքն է ասում։ Ես բոլորս հիշեցնում եմ մի կարևոր համար, որն որ մեզ հնարավորություն է տալի հասկանալու, թե երբ որ մենք խոսում ենք Աստծո մասին, նայեք կարդամ ես հետո կասեմ։ Հռոմեացու 6-րդ գլուխ 23 համարը։ Римлянам 6 глава 23 стих. Որտեղ մեղքի վարձքը մահ է։
մեղքի վարձքը մահ է։ Բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքում։ Մենք գիտեք Աստված սեր է, ոչ դրա կասկածը չկա, որովհետև մենք հենց այս սիրո բանն ենք հիշում այսօր, երբ որ մենք նայում ենք այս սեղանի բարիքներին, հացը, գինին, հացը, բաժակը եւ նայում ենք, որ սրանք ոչ թե ուղղակի հասարակ հաց ու բաժակի պարունակություն է, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյան նշաններն են, այն մահվան հիշատակն է, որն մենք տոնում ենք այսօր, մենք նորից եւ նորից հիշում ենք կարևոր բանը, որ Աստված սեր է, ու դրա մեջ կասկած չկա, ինքը իր միածին որդուն մեզ բոլորիս համար տվեց, բայց Աստված չի կարող իր մի հատկությունների հաշվին մեկ ուրիշ հատկությունը անարգի, որտեղ Աստված բացի դրանից որ սեր է, նա նաեւ արդար է, եւ ինքը չի կարող սիրո հաշվին արդարությունը բանի տեղ չդնել, նա անպայման պետք է պատժի մեղքը, եւ մենք բոլորս լավ գիտենք, որ մեղքը ինքը իրանով չի եղնում, մեղքը մեղավորի կողմից է եղնում, կամ ընդհանրապես մարդու կողմից, բայց քանի որ մենք բոլորս լավ գիտենք, որ Աստված գիտենալով, որ մենք ընդունելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դառնալով նրա զավակները, շարունակում ենք սխալներ գործել, շարունակում ենք մեղք գործել, Աստված հենց դրա համար ծրագրեց բարեխոսություն, որպեսզի մեղքի վարձքը մահով չվերջանա, այլ այն շնորհքով, որն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով է կատարում։ Այսինքն մենք նորից հիշենք այդ կարևոր բանը, երբ որ Աստված մեղք գործող մարդու վրա ձեռքը բացացնում է, որ իր արդար պատիժը տա, մեր Տեր Հիսուս Քրիստոսը նրա աջ կողմը կանգնած ասում է. Հայր, ձեր միտու նրան, նա իմն է։ Եվ քանի որ մենք լավ գիտենք, որ հայրը սիրում է իր որդուն ու ինքը այնքան է երախտապարտ իր որդին ամեն ինչ արեց, հայրը լսում է որդուն։ Եվ իր արդարությունը չի կատարում այն բանի համար, որ Հիսուսը բարեխոսում է մեզ բոլորիս համար։ Ու այսօր մենք կենթանի ենք, ոչ թե դրա համար, որ մենք առողջ ենք կամ վատ առողջ ենք, բայց այն աստիճանի չէ, որ մեռնելու չափ եղնենք, այլ մեր կենթանությունը այսօր Հիսուսի շնորհքով է կատարում։ Որ մենք կենթանի ենք ոչ թե ֆիզիկապես, այլ հույս ունենք, որ հավիտենական կենթանի կլինենք, հավիտենական կյանք ունենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա բարեխոսության միջոցով, որ այսօր նա ամեն րոպե մեզ համար բարեխոսում է, որպեսզի մենք Աստծո պատժին չարժանանանք։ Հետաքրքիր է, գիտեք, մենք կարևորը ոչ թե միայն նա է, որ մենք ուրախ ենք, որ այնտեղ մեկը կա երկնքում Հոր Աստծո աջ կողմը, որ մեզ համար բարեխոսում է, այլ նաև կարևորը այն է մեր խոստովանությունը։ Գիտեք, եթե գոյություն ունի բարեխոսություն ու չկա խոստովանություն, բարեխոսությունը չի աշխատում։ Բարեխոսությունը չի աշխատի այնքան ժամանակ, մինչև մենք իրականում չխոստովանենք, որ մենք սխալական ենք։ Նայեք Հովանու ավետարանում, ներողություն, Հովանու հանրային թղթի մեջը, Հովանես Արաքյալի հանրային թղթի առաջի գլխի առաջի համարում, գլխի 8-րդ համարում։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք ինչ է ասում Հովանեսը Աստծո հոգով լցված։ 1 Иоанна 1 глава 8 стих։ Եթե ասենք թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում։ Եթե ասենք որ մենք մեղք չունենք, մենք մեր անձերը խաբում ենք ու ճշմարտություն չկա մեզանում։ Այսօր կան մարդիկ, ովքեր կարող են վկայություն տալ, որ մենք ամիսներ, կարող է պատահի տարի մենք մեղք չենք գործում, մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք մեղք չգործել, բայց գիտեցեք մի կարևոր բան, որ մարդը սխալական է, երբ որ ինքը նաև հավատացյալ է դառնում, երբ որ ինքը Աստծո հոգով է առաջնորդում, սխալական է, որովհետև մենք քանի դեռ մարմնի մեջ ենք, մենք պատերազմի մեջ ենք, ում հետ ենք պատերազում, մեկը մեկիս հետ կամ աշխարհի անհավատ ու անաստված մարդկանց հետ, չէ, մեր միջի գտնվող մեղքերի, այս մարմնի կողմից դրդված մեղքի միջոցով, մեղքի դեմ, որն կատարվում է այսօր։ Գիտեք, դուք այսօր լավ գիտեք, որ այսօր մարդկությունը այնքան է իր վրա վերցրել այս
աստվածաշնչային մեկնաբանության գաղափարները, որ իրանք որոշել են, որ մեղքը մեծ է, որը փոքր, որը նշանակալի է, որը աննշան է։ Ու դուք լավ գիտեք, որ այսօր շատ մարդիկ, երբ որ վկայում ես նրան, թե դու մեղավոր մարդ ես, դու պետք է ապաշխարես, իրանք ասում են, ես ինչ եմ արել, որ մարդ չեմ սպանել, գողություն չեմ արել, ու սկսում են իրանց պատկերացումը մեծամեծ մեղքեր թվալով ասելու, ես այդ մեղքերից հեռու եմ, որ ես տարիք չունեմ ապաշխարելու, ես լավն եմ։ Բայց մենք գիտենք, որ մեղքերի մի մեծ ծաղկեփունջ կա, այսպես ասած, բուկետ, որը ցավոք սրտին մեր կյանքի մեջ ներկա է մի անգամ եւ դրա համար առավել եւս, երբ ես կասեմ, որ այսօր ավանդական կոչված եկեղեցի կոչված հավատքի մեջ կա 7, դուք երևի լսել եք, ու ես հիմա կասեմ ձեզ այդ ցուցակը 7 մահացու մեղքեր, սմիրտելնի գրիխի, որոնք որ իրանք որոշել են, որ դա մահացու մեղք է, ու եթե մարդը այդ մեղքը կատարում է, նա պատժի արժանի է։ Տեսեք ինչի մասին է խոսում։ Ոչ մարդասպանություն, ոչ գողություն, ոչ պոռնոգություն, ոչինչ չկա այստեղ։ Նայեք ինչ է ասում։ Որկլամոլություն, ռուսերեն ասում են չրևոուգոդիա, որ շատ ուտել է սիրում։ Ագահություն, ժադնես ռուսերեն, ալարկոտություն, լեն, բարկություն, գնև, նախանձ, զավիս, հպարտություն, գորդես։ Այս սրանք ասում են վերջի վերջով սրանք մահացու մեղքեր են, որ մարդը այդ մեղքերի մեջ մեղքը կատարելով կարող է պատահի չներվի։ Բայց տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում։ Մենք կարդացինք առաջի Հովհաննես առաջի գլխի 8-րդ համարը, որտեղ որ մարդը չի կարող չխոստովանել իր մեղավոր վիճակը։ Թեկուզ եւ ինքը հավատացյալ է։ Բայց նայեք ինչ մխիթարություն կա մեզ համար, երբ որ մենք գիտենք, որ Աստված ողորմած լինելով ինքը այսպիսի խոսքեր է ասում։ Առաջի Հովհաննես առաջի գլուխ 9-րդ համարն եմ կարդում։ Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողնե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Ամեն անիրավությունից։ Այսինքն մենք երբ որ կարդում ենք այս մահացու մեղքերի մասին, մենք լավ գիտենք, որ եթե մենք այս մեղքը կատարում ենք, մի անգամ թուլանում ենք, շատակերության մեջ ենք ընկնում, մի անգամ ծուլության մեջ ենք ընկնում, ալարկոտության մեջ, մի անգամ քծիպներ ենք դառնում, այսպես ասած, ձեռներս բռնած ու չենք ուզում ինչ որ մեկին օգնական լինել, նախանձում ենք, հպարտանում ենք, այս ամեն ինչը եթե լինում է մեր կյանքի մեջ ու գալիս ենք Աստծո մոտ ու ասում ենք. Տեր, դու գիտես, որ ես այդ մեղքերը ունեմ իմ մեջը, ես դրանից ոչ թե ուրախանում եմ, այլ տանջվում եմ, չարչարվում եմ, խնդրում եմ ինձ ներես ինձի։ Հովհաննես Հավաքյալը գիտեք ինչ է ասում։ Նա հավատարիմ եւ արդար եւ ձեր մեղքերը կների։ Եթե դուք խոստովանեք, ցավոք սրտին այսօր շատ մարդիկ կան, որոնք որ ապրում են այս ֆիզիկական կյանքի մեջ, ծածկված մեղքեր ունեն։ Այս մեղքերը ոչ թե մենակ այս 7 մահացու մեղքերի մասին է խոսքը, ընդհանրապես մեղքեր ունեն ու նրանք ոչ մի անգամ չեն խոստովանում։ Իրանց մեջ պահում են այդ բանը, իրանք ապրում են այդ մեղքերի մեջ ու հետո էլ ասում են, որ ես հավատացյալ եմ։ Ես ուզում եմ նորից մեր ոնց որ սլակները մեր սլակները ճուղենք էլի այն ավանդական կոչված եկեղեցին, որտեղ որ մարդիկ մակերեսային հավատքի մեջ են։ Ուզում եմ որպեսզի ամեն մեկս մտածենք մեր կյանքի մասին։ Ունենք թե չէ այս մեղքերը ու սրա նման շատ ուրիշ մեղքեր, որոնք որ մեր կյանքի մեջ կա ու մենք դա չենք խոստովանում։ Դա մտածում ենք, որ հեչ դրա համար Աստծուն արժի անհանգստացնել։ Աստված ամեն ինչի պատրաստ է եւ գիտենք խնդրում եմ ձեր բջիջային հերախոսները հանգցրեք, որ կարողանանք չշեղվել ճշմարտությունից։ Աստված ինքը ասում է, որ մենք մեղք գործելուց պետք է հեռու եղնենք։ Լսեք ինչ է ասում այդ նույն Հովհաննես Առաքյալը իր հանրային թղթի մեջ առաջի գլխի 3 գլխի 5-ից 6 համարները։ Ուշադիր լսեցեք 1 Իոաննա 3 глава 5-6 стихи։ Եվ գիտենք, որ նա հայտնվեցավ, որ մեր մեղքերը վեր առնե, եւ նրանում մեղք չկա, ամեն ով նրանում մնում է,
չի մեղանչում եւ ամեն օր մեղանչում է, չի տեսել նրան եւ ոչ էլ ճանաչել է նրան։ Աստված զգուշացնում է մեզի։ Աստված չի ասում, եթե դուք մեղավոր մարմնի մեջ եք գտնվում, ոչինչ, մեղ գործեք, ես այնտեղ բարեխոսում եմ ձեզ համար, այնց որ հանգիստ կացեք, ապրեք ոնց որ ուզում եք, ձեր գործը ամեն ինչ լավ կենի, չէ։ Աստված հիշեցնում է, որ հավատացյալ մարդը իր ներքնուս, իր մեջ գտնվող կենթանի մարդու միջոցով ինքը պետք է հակառակ կենա մեղքին։ Ինքը երբեք պետք է չցանկանա մեղքին։ Ինքը երբեք պետք է հաշվի չառնի այն բանը, որ ինքը մեղք կա գործում ու հանգիստ մնա։ Ամեն ինչ պետք է լինի այնպես, որ հավատացյալ մարդը պետք է լրիվ տարբերվի անհավատ մարդուց, մեղքի դեմ պատերազմելով եւ նրան հաղթելով։ Բայց մենք գիտենք, որ քանի որ մի անգամ եղնում է, որ տկարանում ենք ու թուլանում ենք, Աստված մեզ տվել է մի փոքր մխիթարություն։ Մի փոքր մխիթարություն այն բանի համար, որ մենք չհուսահատվենք, սիրելի քույր եղբայր, երբ որ մի անգամ սայթակում ու ընկնում ենք։ Էլի նույն առաջի Հովանու երկրորդ գլխի առաջի երկրորդ համարը։ Հովանես Արաքյալն է ասում էլի, ու մենք ուզում եմ, խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Первая Иоанна 2 глава, 1 и 2 стихи։ Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք։ Եվ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Հովանես Արաքյալը մեզ գիտեք ինչի ասում։ Ժողովուրդ, ես այս գիրքը ինչի համար եմ գրել։ Իմ ավետարանն է, այս թղթերը, որոնք 3 թղթեր են Հովանու թղթերը, ես անձամբ գրել եմ, որ դուք չմեղանչեք։ Հենց դրա համար եմ գրել, որ դուք գիտենաք, որն է մեղքը, որն է ճշմարտությունը։ Բայց ես մի բան գիտեմ, որ ինքս էլ այդ վիճակի մեջ եմ գտնվում, որ մի անգամ մենք սայթակում ենք։ Այդ եթե իրականում մենք սայթակում ենք եւ ոչ թե ձգտում ենք։ Գիտեք, կան մարդիկ, ովքեր ոչ թե ընկնում են մեղքի մեջ, այլ մեղքի մեջ մնում են։ Ու իրանց համար այդ բնակավայրը, այդ մթնոլորտը նորմալ մթնոլորտ է։ Էսի հավատացյալ չի։ Հավատացյալ մարդը կարող է սայթակել ընկնել։ Եվ դրա համար Հովանես Արաքյալը ասում է, եթե հանգարց այդ բանը կատարվի ձեր կյանքի մեջ, գիտեցեք, որ երկնքում բարեխոս ունեք։ Որ նա այդ բարեխոսի անունը Հիսուս է, բայց նայեք մի հատ Հիսուսի կողքը մի ածական է դրված, որն շատ կարևոր է մեզ բոլորիս համար, որ մենք այդ մխիթարությունը իրական մխիթարություն ընդունենք։ Ասում է Հիսուս արդարին։ Ինչ է նշանակում դա, որ մենք բոլորս պետք է գիտենանք, որ Աստված մենակ արդարի հետ գործ ունի։ Անարդարների ձայնը չի լսում։ Իսկ Հիսուսը իրականում արդար է, ու երբ որ Աստված իր պատժող ձեռքը բարձրացնում է արդար գործողություն կատարելու համար, արդար Հիսուսը, երբ որ ասում է մի արա հայր, ինքը լսում է նրան ու չի անում այն բան։ Մենք շատ լավ գիտենք, որ Հիսուսի բարեխոսության գործողությունը Աստծո խոսքի մեջ գրված է եւ մենք հավատքով ենք ընդունում։ Մեզանից ոչ մեկը այսօր չի կարող ասի, գիտեք, ես գիտեմ, որովհետեւ ես տեսել եմ, որ Հիսուսը ինչպես է կանգնած կամ նստած Աստծո աջ կողմը ու մեզ համար բարեխոսություն անում։ Դե ձեր մարդ գոյություն չունի այսօր, բայց մենք բոլորս էլ լավ գիտենք, որ ամբողջ այս քրիստոնեական պատմության մեջ մեկ մարդ կար, որն որ իր աչքով տեսավ Հիսուսին աջ կողմը նստած։ Հիշում եք այդ մարդու անունը։ Մարտիրոսներից առաջինները Ստեփանոս անունով մի մարդ, որն որ ճշմարիտ հավատքը ընդունելով, ինքը փարիսեցի լինելով ու փարիսեցիական կյանքով ապրելով, ինքը ընդունեց Քրիստոսին ու սկսեց շատ ակտիվ ծառայությունը։ Քրիստոսին, ժամանակին Քրիստոսին հակառակ էր, որովհետև փարիսեցի էր, բայց հետո դառավ քրիստոնյա ու սկսեց ակտիվ քարոզությունը Քրիստոսի։ Ու երբ որ մենք կարդում ենք Գործ Առաքելոց 7-րդ գլխի մեջը, այնտեղ երբ որ այդ Ստեփանոսը, որն որ այդքան ակտիվ քրիստոնյա էր, ու մարտիրոսներից առաջինը, որ առաջինը մեռավ Քրիստոսի անունով, առաջիններից մեկը այսպիսի խոսքեր ասեց, որն որ մեզ նորից եւ նորից էլի մի անգամ հաստատական բան է տալիս, որ մենք բոլորս համոզված լինենք, որ դա իրականում այդպես է։ Գործ Առաքելոց 7-րդ գլուխ 54-ից 55 համարները։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք այս վկայությունը, որն մենք բոլորս ունենք ու ուրախանում ենք, որ կա այդ բանը։ Деяния апостолов 7 глава 54 и 55 стихи.
Եվ այս խոսքերը լսելով իրանց սրտերում կատաղում էին եւ ատամները կրճացնում էին նրա վրա։ Իսկ նա Ստեփանոսի մասին է խոսքը։ Լցված Սուրբ Հոգով դեպի երկինքը նայեց եւ Աստծո փառքը տեսավ։ Պատկերացրեք, հասարակ մահկանացու մարդ երկինքը նայեց ու Աստծո փառքը տեսավ։ Եվ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմում եւ ասեց. ահա տեսնում եմ երկինքը բացված եւ մարդի որդին կանգնած Աստծո աջ կողմում։ Գիտեք, երբ որ մենք մի անգամ մի բան լսում ենք հավատքով, ընդունում ենք հավատքով, շատ լավ է, որովհետև գրված է. դու տեսար Թոմասին, հիշում եք Թոմասին, դուք տեսար ու հավատացիր։ Երանին նրանց ովքեր որ չեն տեսել եւ հավատացել են։ Բայց մենք շատ անգամ որպես մարդ ավելի ականատեսին ենք ընդունում, քան թե ուղղակի ասած խոսքերը։ Ականատես, գիտեք ինչ է, երբ որ մարդը իրականում տեսել է։ Ու մենք այսօր վկայություն ունենք, որ ամբողջ երկրագնդով մի անձնավորություն կա, որին Աստված այնքան մեծ շնորհք տվեց, որ ինքը տեսավ Աստծո փառքը։ Եվ Հիսուսին նրա աջ կողմը նստած, կանգնած։ Գիտեք, ես գիտեմ դուք շատ եք կարդացել Աստծո խոսքը եւ ես մի քանի տեղ ուզում եմ ուղղակի ներկայացնեմ ձեզ որ կային մարդիկ ովքեր որ Աստծո փառքը տեսել են։ Կային մարդիկ, Հին Ուխտում առանձնապես մարգարեներին Աստված բացում էր իրան տարբեր ձևով, Մովսեսին հիշում եք, ուրիշներին, որոնց հետ Աբրահամին Աստված բացում էր իրան։ Նայեք Եսայա 6:5-ը ինչ է ասում։ Եսայա 6 глава 5 стих. Եվ ես ասեցի, վայ ինձ, որովհետև կորած մարդ եմ, որովհետև ես պիղծ չրտունքներով մարդ եմ եւ ես պիղծ չրտունքներով ժողովրդի մեջ եմ բնակում եւ իմ աչքերս տեսավ զորած Տեր Թագավորին։ Աստված Եսայեն էլ բացեց։ Ավելին կասեմ, երբ որ Երեմիայի թուղթն են կարդում, Երեմիայի գիրքն են կարդում, Երեմիայի թղթի մեջ առաջի գլխի առաջի 3 համարներում այսպիսի ճշմարտություն է գրված։ Ներողություն, Եզեկիայի մարգարեությունում, Եզեկիայի առաջի գլխի առաջի 3 համարներում։ Եվ եղավ 39 տարվա 4-րդ ամսվա 5-ին, երբ որ ես գերիների մեջ էի Քոբար գետի մոտ, երկինքը բացվեցավ եւ ես տեսա Աստծո տեսելիքները։ Ամսի 5-ին, այսինքն Հովագին թագավորի գերության 5-րդ տարին, եղավ Տիրոջ խոսքը Բուզիլ որդի Եզեկիելին, քահանայի Եզեկիել քահանային Քաղդեացիների երկրումը Քոբար գետի մոտ եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։ Եզեկիելին էլ Աստված բացեց, որ ինքը տեսավ Աստծո փառքը, բայց ես նորից եմ ուզում հիշեցնել մի կարևոր բան։ Ստեփանոսը, որն որ իր շատ կարճ կյանքի մեջ, քրիստոնեական շատ կարճ կյանքի մեջ եւ երիտասարդ հասակում, ինչպես մենք տեսնում ենք, ինքը երիտասարդ հասակում գնաց այս կյանքիցը, նրանք քարկոծեցին, Ստեփանոսին տրվեցավ առանձնահատուկ շնորհք։ Ինքը տեսավ ոչ միայն Աստծո փառքը, այլ նաեւ Քրիստոսին նրա աջ կողմը կանգնած, բարեխոսելիս։ Եվ այս ամեն ինչ որ մենք լսում ենք, սա մեզ համար հնարավորություն է տալի նորից եւ նորից համոզված լինելու, թե Աստծո խոսքը, որ մենք հավատքով ընդունում ենք, որ Աստված իր որդուն ուղարկելով այս երկրագունդը, ու այս երկրագնդում 33.5 տարի ապրելով, մեռնելով, հարություն առնելով, ինքը համբարձվեց երկինք ու այդ համբարձման գլխավոր նշանակությունը բարեխոս է մեզ համար։ Մենք հավատում ենք այդ բանին, որ իրականում այդպես է, բայց երբ որ դա նաև ականատես է լինում մարդը, երբ որ մարդը վկայում է իր տեսնելով, ասում է ես տեսա, սա ավելի է հաստատում մեր հավատքը ու մեզ հնարավորություն է տալի, որպեսզի մենք այս ֆիզիկական կյանքի մեջ ապրելով գիտենանք մի կարևոր բան։ Աստված այնքան է սիրում մարդկությանը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի նա մեռնելով մեզ համար հավիտենական կյանք տա։ Ու մենք այսօր հիշելու ենք այդ բանը։ Բայց նա չբավարարվեց միայն դրանով, որ մեռավ եւ վերջ։ Նա նաեւ հարություն առավ, ապացուցելով, որ մահը արդեն հաղթված է։ Ու մեզ տրվեց հաղթված մահը։ Ու մեզ համար այսօր մահը ոչ թե ուղղակի սարսափ պետք է բերի, այլ մեզ պետք է հնարավորություն տա այդ մահի միջոցով մենք այս կյանքից տեղափոխենք հավիտենական կյանքը, եթե Հիսուսի մեջ ենք գտնվում։ Ավելին կասեմ, քանի որ այս կյանքի մեջ մենք ապրում ենք ու գործում ենք, մենք գիտենք, որ մարմնի մեջ լինելով մենք տեղ-տեղ մեղանչում ենք։
Ու այդ մեղքը պետք է որ Աստծո կողմից պատժելի եղներ, որովհետև Աստծո խոսքը ասում է մեղքի վարձքը հենց այն մահն է, որն որ մեզ ոչ միայն ֆիզիկապես է սպանում, այլ նաև հոգևորապես, հավիտենական կորուստի է տանում, բայց փառք Աստծո, որ Աստված ամեն ինչ նախատեսել է։ Նա նախատեսել է մահը, որն որ մեզ փրկություն է բերում, նա նախատեսել է հարությունը, որն որ մեզ հնարավորություն է տալի մահից չվախենալու, ու նա նախատեսել է նաև բարեխոսությունը, որի միջոցով մենք այսօր կարող ենք համոզված լինել, որ մենք եթե խոստովանենք Տիրոջ առաջ մեր կատարած սխալ գործողությունները, մեր կատարած մեղքերը, նա մեզ հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողնի եւ մեզ սրբի ամեն անօրությունից։ Ու Տերը թող բոլորիս օրհնի, որ մենք կարողանանք իրականում մեղքի դեմ կռվող եւ հաղթող մարդիկ լինենք, որ ժամանակին Հիսուսի հետ հավիտենական ուրախություն ժառանգի։ Տերը օրհնի բոլորիս ու միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։